Ես չգիտեմ որևէ ուրիշ երկիր աշխարհում, որի այսպես կոչված ղեկավարը պարծենա, որ նա կապիտուլյացիա է ստորագրել եւ կապիտուլյացիա է բերել իր ժողովուրդը։ Նա 3 պատերազմ է բերել։ Ես ընդհանուր առումով եթե հաշվենք իմ շատ սիրելի գործընկեր Գաղազարյանի հետ խոսացինք, նա թվերով ասեց 7 հարձակում է եղել Հայաստանի վրա։ Սրանց ժամանակ 8 տարի է քանդում են մեր երկիրը, 7 անգամ մեր վրա հարձակվել են, 3 խոշոր հարձակում է եղել 20 թվականի պատերազմը, որը սրանք սադրեցին, երբ վազվզում էին, ասում էին խաղաղություն, չեք հիշում, պատերազմից առաջ էլ են, չէ՞, գորգորում մենք խաղաղություն ենք ուզում, Ադրբեջանի ժողովուրդը խաղաղություն է ուզում, չեք հիշում, ես հիշում եմ 8 տարի առաջ ոնց էին խաղաղություն գորգորում։ 3 անգամ պարտության բերեցիք մեզ, 5000 տղա հողի մեջ դրեցիք, եւ դուք պարծենում եք, որ դուք այնքան պարտվեցիք, որ արդեն կռվելու որևէ հնարավորություններ չունեք եւ ամեն ինչ էլ զիջել եք։ Իհարկե խաղաղություն կլինի, միանգամից հանձնվեք, ամեն ինչ հանձնեք ու պարծանքով խոսացեք դրա մասին, բայց մեր կողքի երկիրը չի մոռանում, որ մենք պատերազմի ենք գնացել իր հետ եւ պահանջում է հիմա նորից է ասում, որ մեզ օր ասեք, երբ են 300,000 ադրբեջանցի վերադառնալու Հայաստան։